Վերադարձանք գովազդից եւ եթե դուք հետաքրքրված եք Չինաստանի պատմությամբ ու չինական մշակույթով, ապա հրաշալի հնարավորություն ունեք դա անելու շաբաթ օրվանից սկսած։ Երևանում կբացվի Չինաստանից հյուրընկալվող Լյանջժուի դարաշրջան ծիսական կարգի աշխարհը խորագրով ֆիզիկական եւ թվային տարրերի համադրությամբ ցուցահանդեսը։ Լյանջժուի հնավայրն ունի շուրջ 5300 տարվա պատմություն։ Ցուցադրությունը Երևանում կլինի մինչև օգոստոսի 31-ը։ Մանրամասները կպատմեն մեր հյուրերը։ Արմեն Մխիթարյան, հայ-չինական գործընկերության կենտրոն ՀԿ նախագահ եւ Սուրեն Սաֆարյան, նկարիչների միության նախագահ։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Իզուր չէ, որ առավոտվանից խոսում ենք աշխարհահռչակ եւ հին քաղաքակրթություններից եւ սա փաստորեն Չինաստանի ամենահին քաղաքակրթության մի մասնիկն է, Լյանջժուի մշակույթը առհասարակ ոնց եկավ հասավ Հայաստան այդ նեֆրիտային եւ կավային հրաշքը։ Արմեն Մխիթարյանի շնորհիվ։ Պատմեք, խնդրում եմ, ինչպես երբ բացահայտեցիք ձեր համար այդ մշակույթը, երբ հետաքրքրվեցիք եւ ինչպես եկավ Հայաստան։ Պետք է ասել, որ ընդհանրապես Չինաստանի հնագույն քաղաքակրթությունը ունի սկիզբ, եւ այդ սկիզբը Լյանջժուի քաղաքակրթությունն է, որը շուրջ 5300 տարվա պատմություն ունի։ Ասում ավելի շատ։ Նու փաստորեն վերջին տվյալներով այդքան է, այո։ Եվ այդ ժամանակաշրջանը համընկնում է եգիպտական թագավորության, շումերական, ուրեմն քաղաքակրթության, Ինդոսի հովտի այդ քաղաքակրթության հետ։ Մախաբքարատը։ Այո։ Եվ Չինաստանում էլ Լյանջժուի քաղաքակրթությունն է եղել։ Մենք ընդհանրապես մշակութային բազմաթիվ տենց նախագծեր ենք իրականացնում եւ այս մեկը ինչով է հետաքրքիր, որ նախ հնագույն իրենց քաղաքակրթությանն է վերաբերվում եւ նաեւ համադրվում է վիրտուալ իրականության ցուցադրությամբ։ Այդ ամեն ինչը, որ մարդը ինքը խորասուզվում է այդ ժամանակաշրջանի մեջ եւ ներկա է գտնվում Լյանջժու քաղաքի, թե ինչպես են մարդիկ ապրել, ինչպես են ինչ ծիսական արարողություններ են արել, ինչ են օգտագործել այդ ծիսական արարողությունները եւ բրինձ են հավաքել, որտեղ այդտեղ է սկսել այդ մշակույթը հենց։ Այո, բրինձի։ Այդ քաղաքը առաջին չինական քաղաքն է, ըստ պատմաբանների, որտեղ սկսվել է եւ ջրանցների կառուցումը, քաղաքի հիմնումը, բրինձի դաշտերի ստեղծումը եւ բրինձի մշակումը, ինչպես նաեւ ծիսական նեֆրիտի մշակումը։ Մի խոսքով մենք փորձեցինք դրանով բերել ուրեմն Հայաստան մեր հայ հանդիսատեսին ներկայացնելու չինական առաջի քաղաքակրթությունը, որ հենց ակունքներից ծանոթանան։ Իսկ ինչ որ ֆիզիկական բաներ կան, թե միայն դա ամեն ինչը, այսպես ասած, վիրտուալ է եւ արհեստական բանականություն։ Թանգարանային նմուշներ էլ կան, ցուցադրվելու են եւ նրանք արդեն Հայաստանում են, մենք ստարտափով սպասում ենք այս շրջանում։ Կավնել ունենք ամեն ինչ։ Փակագծեր շատ չբացենք, բայց այո, լինելու են այդ ամենը։ Բայց բնօրինակներ, թե կրկնօրինակներ եւս։ Ոչ բնօրինակներ չեն լինելու, իհարկե, որտեղ այդ հնագույն բնօրինակները ընդհանրապես չի թույլատրվում դուրս անել Չինաստանից։ Այո։ Բայց դրանք կրկնօրինակում են։ Այո։ Որոնք որ պաշտոնական կարող են ներկայացնել։ Իսկ ընդհանուր առմամբ ինչ ինտերակտիվ հնարավորություններ կան, որովհետև 21-րդ դարում դժվար է պատկերացնել ցուցադրություն առանց որևէ ինտերակտիվ հնարավորությունների։ Հայաստանի նկարիչների միության ուրեմն երկու սրահներում, Մարտիրոս Սարյան սրահում եւ երրորդ հարկ սրահում լինելու է ցուցադրությունը, Մարտիրոս Սարյան ցուցասրահում լինելու է թանգարանային նմուշների ցուցադրությունը, իսկ արդեն երրորդ հարկում լինելու է հնարավորություն VR-ով ընկղվել այդ տարաշրջան եւ նայել շատ հետաքրքիր, կարծում եմ, ուրեմն նյութեր, ինձ համար նույնպես անակնկալի պես բան է, թե ինչ է լինելու, որովհետև ես էլ եմ շատ հետաքրքրված, շատ բարձր եմ գնահատում չինական արվեստը, լինելով Չինաստանում, նաև այնտեղ նկարելով, ես առաջին հերթին ուրեմն մասնագիտությամբ նկարիչ եմ եւ ինձ շատ հետաքրքիր է այդ ամենը եւ կարծում եմ մեր ուրեմն արվեստասեր հասարակությունը, ով կհաճախի Հայաստանի նկարիչների միություն այս ցուցահանդեսին մեծ բավականություն կստանա։
Եվ վերջապես մենք վիզուալ նաև կհասկանանք, թե ինչու է տարբերությունը մեր քաղաքակրթության եւ չինական, չէ՞ որ մենք էգոցենտրիկ ազգ ենք, իսկ նրանք ոչ, որովհետեւ մենք մշակում ենք ծորեն եւ կարող ենք դա անել մենակ մեր ընտանիքով, իսկ նրանք մշակում էին բրինձ, որը որ հնարավոր չէր մեկ ընտանիքով մշակել։ Եվ բացի դրանից ես գիտեմ, որ Լանջոն նաև մետաքսի մշակման, այսպես ասած, ծաղկումն է այնտեղից սկսել եւ կար նաև մետաքսի ամենահին մետաքսի կտորները այնտեղից է գտել։ Դրա մասին կա խոսք ցուցահանդեսի մասին։ Չէ, դրա մասին չկա, դա հիմնականում նեֆրիտի մշակություն է կներկայացվի։ Այդ կլորներ բերել։ Այո։ Իսկ ինչ նոր բացահայտումներ են կարել Չինաստանի քաղաքակրթության մասին։ Մենք Նաև մենք երբ գանք ցուցադրությանը այցելուները։ Իսկ որ այցելուները կգան եւ կզարմանան շատ։ Հետարքիր է նաև ասել, որ Լանջոյի քաղաքակրթությունը ընդհատվել է շատ հանկարծակի եւ դա կարծում եմ, որ հետևանք է եղել բնական ինչ-որ աղետի։ Երեք բան կա, վարկած կա, որ բնական աղետ, այսինքն ցուրտ է սկզբից հետո տաքացել է եւ ծովի մակարդակն է բարձրացել ջրեղեղ, այո։ Երկրորդը, որ դա միգուցե ինչ-որ կոսմոսից ինչ-որ բան է եկել։ Ինչ-որ մի բան եղել է։ Եվ երրորդը, որ հարևան ոչ այդքան քաղաքակիրթ քաղաքները ոչրել են ոչնչացնել, որտեղ նրանք հարուստ էին շատ։ Հնարավոր է։ Նու դա կպարծվի հետագայում ինձ թվում է ավելի հստակ, բայց հարցն է նա, որ շատ հետաքրքիր է, թե ինչպես է առաջացել այդ քաղաքակրթությունը, ինչով են զբաղվել եւ փաստորեն չինական այսպես քաղաքակրթության զարգացումը սկիզբ է առել Լանջոյից։ Իսկ այդ նեֆրիտի մշակումը առհասարակ այդ ֆենոմենը եւ պարադոքսը այդ ժամանակ ինչպես են կարողացել դա այդպես անել, այդքան խոսքը ոչ միայն հարթի մասին է կամ նրա մասին է, որ կլորը իսկ քառակուսի է միլիմետր, օրինակ ես գիտեմ, որ մի միլիմետրանոց հատվածներում նրանք 5-ից 6 գիծ են կարողացել քաշել։ Ոնց են աշխատել, ինչով են աշխատել։ Եվ ինչքան պարապ մարդիկ են եղել փաստորեն, որ կարողացել են դրանով զբաղվել։ Պարապ մարդիկ չեն եղել են հատուկ վարպետներ, որոնք ընդհանուր, ասենք, հատուկենտ մարդիկ են եղել, որոնք զբաղվել են այդ նեֆրիտի մշակմամբ եւ դրա, ուրեմն, ասենք, փորագրությունով եւ այլն։ Եվ աշխատանքներ կան, որոնք վարպետից պահանջել են մի ամբողջ կյանք, մինչեւ նա դա արել է։ Այսինքն դա համընդհանուր ինչ-որ բրինձ ցանել չի եղել, հատուկ մարդիկ են եղել, որոնք զբաղվել են հատիկ։ Հենց դա որ հասարակությունը կարողացել է իրեն թույլ տալ, ինչ-որ մեկին ազատել այդ աշխատանքից, ասելով, որ դու այսպիսի էսթետիկական բան մեր համար ստեղծի։ Դրա մասին է խոսքը։ Այո, եւ նրանք արել են հատուկ փորվածքներ կան, մշակում կա, նախշեր կան, որոնք հատուկ գործիքներով են արվել, հատուկ մետաղներով են մշակվել դրանք եւ դա նույնպես, այսպես ասած, մեր ոնց որ հիմա եգիպտական բուրգերն են անհասանելի, թե ինչով են արել, անհասկանալի, այո, թե ինչով են արել, նույնն էլ սա է, էլի, դեռ բարձրացած չի։ Ինչ հետաքրքրում է Չինաստանը ինչպես է այս ամենին վերաբերվում, օգնում է դա կառավարական մակարդակի վրա եւ ինչքանով է Չինաստանին հետաքրքիր այս ամենը, չէ՞ որ իսկապես Հայաստանը այս վերջերս դարձել է Չինաստանի համար ինչ-որ շատ կարևոր կետ երկրագնդի վրա, փոքրիկ, բայց կարևոր, երկու չինական դպրոց ունենք, ռեգիոնում ամենամեծ չինական դեսպանատունն է կառուցվում եւ հիմա փաստորեն այսպիսի ցուցահանդես։ Ինչքանով ենք մենք հետաքրքիր Չինաստանին եւ ինչքանով են նրանք իսկապես մեզանով հետաքրքրված։ Ընդհանրապես մեր երկու երկրների փոխգործակցությունը մշակութային առումով կարող եմ ասել շատ երկար տարիների ուրեմն ընթացքի վրա է դրված, որովհետև տարբեր նախագծեր են կարել եւ որ նախագիծը, որ մենք իրականացրել ենք համատեղ, կոնկրետ ես Հայաստանի նկարիչների միության մասով եմ հիմա ասում, դա արվել է շատ բարձր մակարդակի եւ չինական կողմը շատ մեծ պատասխանատվությամբ է ուրեմն հանդես եկել եւ պատրաստակամությամբ, որպեսզի իրականացվեն այդ նախագծերը եւ այս նախագիծը նույնպես մաս է կազմում այդ նախագծերի շարքին եւ համատեղ ծրագրերը մշակութային առումով շատ բարձր մակարդակի վրա են դրված եւ դրանցից ուրեմն մեկը ես կարող եմ նշել, վերջերս մենք ուրեմն ներկա էինք
եւ պատիվ ունեինք մասնակցելու Շանխայում մեծ համաժողով էր եւ ցուցահանդես, որտեղ մեր ուրեմն պատվիրակությունը հանդես եկավ թե ցուցահանդեսով եւ թե բացման խոսքերով եւ դուք պետք է տեսնեիք պարզապես ինչ բարձր մակարդակ, ինչ ձևի են նրանք մոտենում արվեստագետին, ինչպես են նրանք կարևորում ուրեմն արվեստագետի կշիռը արվեստագետին որպես իր երկրում հյուր լինելը շատ ուրեմն կարևոր նախագծեր են այս նախագծերը, քանի որ մեր երկու երկրներ ունեն դարերի պատմություն եւ մենք այդ պատմությունը այսօր էլ պետք է կերտենք, որովհետեւ Չինաստանի Հանրապետության Ժողովրդավար Հանրապետության հետ իրականացնել ծրագիր դա պարզապես հաճույք է։ Իսկ այժմյան ժամանակակից Չինաստանի մշակույթի եւ այն ժամանակվա քաղաքակրթության միջև ինչ կապեր կան։ Արդյոք ամեն ինչ պահպանվել է։ Դա համատեղ է, որովհետև թե ունեն կոնցեպտուալ ուրեմն արվեստագետներ եւ նրանք իհարկե պահպանում են իրենց ավանդականը, որը պարզապես հրաշք է, երբ դու նայում ես թեկուզ նա գրում է ինչ-որ մի հերոգլիֆ, դա արդեն մեծ արվեստ է։ Դե եկեք չմոռանանք նաև որ Չինաստանը այն քիչ քաղաքակրթություններից է եւ պետականություններից, որ հազարավոր դարեր շարունակ, հազարավոր տարիներ շարունակ չի ընդհատվել եւ վերջով իսկապես նրանց կապը շատ ուժեղ է։ Ինչքանով ենք մենք հետաքրքիր Չինաստանին։ Եվ արդյոք նրանք հետաքրքրված են մեզանով։ Պարզ է որ մենք չգիտեմ, մենք շատ 10 հոգի Հայաստանում Լյանջոուի մշակույթով հետաքրքրված են։ Արդյոք Չինաստանում 10 հոգի կան, որոնք որ հետաքրքրված են Ուրարտուով, Նարեկացիով։ Որպեսզի հետաքրքրված լինեն, պետք է նախ ներկայացվի դա, որ ծանոթանան եւ հետաքրքրեն։ Ես կարող եմ ուղղակի այսպես միջանկյալ ասել, որ մեր հայկական մշակույթը վերջի տարիներին բարբերաբար ներկայացվել է չինական թանգարաններում եւ դրանից մենք զգում ենք, որ լավ հետաքրքրություն է առաջացել, մարդիկ այնտեղ դիտելով եւ ծանոթանալով Հայաստանի մշակույթին, հետաքրքրություն է առաջացել գալ այցելել Հայաստան։ Եվ մենք տեսնում ենք, որ այս վերջին 1-2 տարվա մեջ շատ են շատացել չինացի զբոսաշրջիկները իսկապես։ Կարելի է ասել, որ այդ մշակութային փոխգործակցությունը նպաստում է նաև զբոսաշրջիկներին։ Այսինքն սա նաև տեսեք, որ ինչ որ շատ կարևոր գործոն է նաև Հայաստանի, այսպես ասած, տնտեսությունը բարձրացնելու համար։ Այո, փաստորեն ԿԳՄՍ նախարարությունը ինչ որ բան է կարող է կազմակերպել այնտեղ, իսկ պատասխանը ֆին նախագծը գա։ Այո։ Եվ մենք բոլորս, պատկերացրեք չինական գովազդ ունենենք։ Չիներեն լեզվով, չինացիների համար որոնք որ Հայաստանում են։ Հիմա շատ երիտասարդներ նախընտրում են սովորել չիներեն։ Հա, կորեերեն ավելի շատ ինձ թվում, բայց դե չինարենն է, այո, չինարենը այլ մակարդակի վրա է, որտեղ իսկապես մենք ունենք մեկ դպրոց, որտեղ որ հենց չինական դպրոց է, եւ մեկ դպրոց, որտեղ որ չինարենը սովորում է, եւ soft power-ը Չինաստանի բավականին զգացվում է այսպես, եւ նրանք կարեւորում են դա իսկապես։ Շատ են կարևորում, իրանք բազմաճյուղ, այսինքն կրթություն, մշակույթ, առևտրային հարաբերություններ, արվեստ, բոլոր առումներով իրենք փորձում են այդ համագործակցությունը ստեղծել, այցելություններ ստեղծել, մեր մոտից հրավիրում են այնտեղ սեմինարների, ասենք տարբեր մասնագիտությունների գծող բժիշկներ, պետական ծառայողներ, մաքսային ոլորտից, հարկային ոլորտից, այդպիսի համագործակցությունը ընդունված է շատ չինական կառավարության կողմից եւ նրանք ամեն կերպ խթանում են դա։ Շատ լավ, այսօրվանից է սկսվում ցուցադրությունը, թե ամսի 25-ից։ Ամսի 25-ից։ Վաղը չեմ հուսովանից մինչև օգոստոսի 31-ը, որտեղ կարող են գալ մեր հեռուստադիտողը դիտելու, ինչպես նաև մենք ցուցադրությանը մասնակցելու։ Հայաստանի նկարիչների միություն Կինո Մոսկվայի հարևանությամբ մուտքը անվճար է, եկեք տեսեք, բացահայտեք եւ բոլոր այն մարդիկ, որոնք որ վարում են չինական ավտոմեքենաներ, պարտավոր են պարզապես գնալ եւ ծանոթանալ Լյանջոուի մշակույթի հետ, որ հասկանան ակունքները, թե որտեղից է այդ ամենը գալի։ Ես պատկերացեք այդքան մարդ գա իսկապես։
Շատ Եվ նրանց ընտանիքի անդամները։ Համեցեք։ Մենք սպասում ենք բոլորին։ Շատ շնորհակալություն, շատ հաճելի էր, պարոն Շնորհակալություն, Մուխտարյան եւ պարոն Սաֆարյան, այս բան երաժշտություն շանթի եթերում մշակույթը կարևոր է, արվեստը կարևոր է, շատ ավելի կարևոր է եւ ճիշտ է, քան ագրեսիան հասարակության մեջ, հավատացեք ինձ, եւ առհասարակ խելացի մարդկանց։ Կոնֆուցին է դա ասել։ Երաժշտություն Երաժշտություն շանթի եթերում։